Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին, ես կարծում եմ, որ եկել է ժամանակ այնտեղ անցկացնել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ այսպես արձագանքեց Ֆակտոր TV-ի լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը չի կարողացել իր սցենարով պատարագ անցկացնել եւ ստիպված է եղել ուրիշ թեմից հոգեվորական բերել Գյումրի։ Կիրակի Փաշինյանը 7 վերքում էր, իսկ Շիրակի թեմի քահանաները ամենափրկիչում։ Թեմի հոգեվորականները հրաժարվել էին մատուցել Փաշինյանի մասնակցության պատարագը, մերժելով զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Սիմոնյանի այս հայտարարությանը մայրաթոռից դեռ ոչ մի արձագանք չկա։ Մեր զանգերն էլ անպատասխան մնացին։ Մայրաթոռի պաշտոնական դիրքորոշումը պաշտպանող քահանաները Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը լուրջ չեն ընդունում։ Մեկնաբանություններն եմ ես սիրում կարդալ, ու ժողովուրդը առաջարկում էր գանձատարում անել, դադիվանքում անել, կամ ղազանչեցվածում անել։ Տեր-Մուշե քահանա Վահանյանը կարծում է, իշխանության ներկայացուցիչները նման բան անել չեն համարձակվի։ Մայրաթոռը ուրիշ է, մայրաթոռը դա արդեն վերջն է, դրա համար մայրաթոռը ինքը իր պաշտպանությունը կունենա եւ մայրաթոռը իր խոսքը կասի։ Այս ամենը ըստ իշխանության ներկայացուցիչների հոգեվոր նորոգման տրամաբանության մեջ է։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իր ձևակերպմամբ նորոգման ճանապարհային քարտեզ ներկայացրել, որը պետք է տեղի ունենա կաթողիկոսի հեռանալուց հետո։ Առանցքային կետերը վերաբերում են եկեղեցու ապաքաղաքական լինելուն, ֆինանսական թափանցիկությանը եւ հոգեվորականների բարեվարկությանը։ Դրա դիմաց էլ հոգեվոր ծառայողները կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն կստանան։ Ըստ վարչապետի եկեղեցին նաև պետք է նոր կանոնագիրք ընդունի։ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։ Տեր-Մուշեն դատապարտելի է համարում այն ճանապարհը, որը ընտրել է իշխանական վերնախավը, ինչպես նաև մի շարք արքեպիսկոպոսների մասնակցությունը 7 վերքի պատարագին։ Հոգևոր դասը, այսպես ասած, իր մահկանացուն կնքեց, որովհետև իրենք ամբողջությամբ խախտեցին այն կարգերը, որ իրենք ժամանակին դրել էին, նույն սրբազանները։ Այս ամեն ինչի վրայով անցնելը դա դատապարտելի է։ Այս համար ցավալի էր տեսնել իրենց այդտեղ այդ կարգավիճակում։ Երեք հայտնի դարձավ նաև, որ ժամանակավորապես հետաձգվել է եպիսկոպոսատ ժողովի գումարումը։ Ժողովի ընթացքում պետք է քննության առնվեին եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։ Եպիսկոպոս ժողովը նաև մի փոքր հետաձգվել է, գիտենք, իրենք ավելի երկար ժամանակ ունենան խորակետ լինելու, դարձի գալու, եկեղեցի վերադառնալու։ Եպիսկոպոսների վարքագծին անդրադարձել է նաև մայրաթոռը, հայտարարության մեջ նշվում է, դեռևս զերծ են մնում խիստ միջոցների կիրառումից։ Մայրաթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը եւ կեղծ ու մտածածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ, հետևելով մեր Սուրբ եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգեվոր ասպարեզում եւ օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը։ Ֆակտոր TV-ն փորձեց կապ հաստատել նաև եկեղեցու հետ կապված վարչապետի քաղաքականությանը աջակցող Տեր-Արամ քահանա Ասատրյանի, Տեր-Թադե քահանա Թաղմազյանի եւ Տեր-Տարոն քահանա Հունանյանի հետ, որոնք մայրաթոռի որոշմամբ կարգալույծ են հռչակվել։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց կարծիքը մեզ չհաջողվեց իմանալ, քանի որ զանգերն անպատասխան մնացին։